Ըստ էության այս նախագիծը բխում է մեր երկիր եկած եւ մեր երկրի ներքին զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաեւ զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանության եւ նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ սա այս գործիքը նաեւ մենք իրականացնելու ենք ամբողջովին թվայնացված եղանակով, այսինքն նորից համահունչ է կառավարության քաղաքականությանը։ Նախ նշեմ, որ մինչև այս նախագծի ընդունելը արդեն իսկ կառավարության կողմից պատրաստվել է համապատասխան կայք, որը ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին եւ այս կայքի միջոցով ըստ էության զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են եւ իրենց գործունեության մասին հայտարարելու են եւ ըստ էության միայն իրավունք կունենան նրանք գործունեություն ծավալել զբոսաշրջային գործունեություն, որոնք դրա մասին կհայտնեն եւ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով, այսինքն տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների եւ ուրեմն զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչեւ այն պահը, երբ որ մենք պետք է գնանք որոշ մարմիններ որոշ դեպքերում հավաստեն թե արդյոք փաստաթղթերը ներկայացված ճիշտ են թե ոչ, որովհետեւ օրինակ նախորդիվ մենք ընդունել էինք որոշում, որտեղ հստակեցրել ենք արդեն թե որն է հյուրանոցը, որն է հոթելը, որն է մոթելը, որն է առողջարանը եւ դրանց համար համապատասխան պահանջներ։ Նախկինում այդպիսի պահանջներ մինչ այդ չեն եղել եւ կարող էր օրինակ հյուրանոցը հայտարարագրվել որպես ուրեմն հոսթել, ուրեմն կամ հոսթելը հակառակը հայտարարագրել որպես հյուրանոց եւ այսպես շարունակ։ Ներողություն, ես հոթել ասացի, հոսթել պետք է ասեի։ Սա մեկ։ Դրանից հետո, երբ որ ըստ էության ուրեմն կգրանցվեն, մենք համապատասխան թղթերը ուրեմն կստուգենք, այնուհետև դրանից հետո տալու ենք հավաստագրեր, որով կարողանալու են այդ կազմակերպությունները աշխատել եւ եթե չի համապատասխանի հավաստագրին, արդեն դա նշանակում է, որ վարչական քրեական պատասխանատվություն է ենթարկվում։ Մի դեպքում օրինակ գիդերի դեպքում կամ ուրեմն ներողություն խնդրում ավտոբուսների դեպքում դրանք ստուգում են մեր բարեկային ծառայությունները, իսկ ասենք հյուրանոցների, հոստելների դեպքում ստուգումները շուկայի տեսչական մարմիններն են իրականացնելու եւ սրանց միջոցով մենք ըստ էության խուսափելու ենք բոլոր այն դեպքերից, որոնք որ մինչև հիմա շատ հաճախ եղել են, այսինքն մարդիկ մի բանի համար վճարել են, բայց ի վերջո ստացել են մեկ այլ բան, կամ օրինակ մարդկանց նույն գիդերին տրամադրվել են ծառայություններ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից կամ սխալ տեղեկատվություն է փոխանցվել, ես հետագայում եթե հարցեր լինի կմանրամասնեմ նաև թե սրանց վերահսկողությունը եւ միևնույն ժամանակ մեկ նոր գործիք էլ ենք դնելու, դա հաջորդ որոշումը կլինի, դա այսպես բալային համակարգն է լինելու, բոլորը ստանդարտ 20 բալ են ունենալու, նախնական այս պահին նախագծով այդպես է, որից հետո այդ ամեն մի բողոքի հետևանքով եթե ստուգում է իրականացվում, տեսնում են, որ դա ճիշտ է, բալերը պակասում են եւ դա հասանելի է լինելու բոլորին, այսինքն եւ մրցակիցներին, եւ զբոսաշրջիկներին, եւ այնտեղ գրանցված կազմակերպությունները ըստ էության կարելի է կարող ենք ասել այդ ցանկում գտնվող կազմակերպություններին երաշխավորում է պետությունը եւ եթե չի գտնվում այնտեղ, բնականաբար դա արդեն ապօրինի գործունեություն է եւ բնականաբար արդեն պետությունը ոչ միայն չի երաշխավորում, այլև համապատասխան գործիքակազմով պետք է ազդենք եւ մեր համակարգը կպած է մյուս պետական մարմիններին, օրինակ շատ բարդություն չկա, ինքը ՀՎՀ-ն լրացնում է իր պեկից տվյալները գալիս է, կադաստրից գալիս է, այսինքն բոլոր տեղերից, ինչ որտեղից որ հնարավոր է տվյալները գալիս է եւ ինքը միայն կցում է այն տվյալները, որոնք օրինակ պետք չեն ՊԵԿ-ին կամ մյուս պետական մարմիններին, այլ զբոսաշրջության կոմիտեին են միայն պետք է եկել կամ այս մասով է միայն պետք է ներկայացնի եւ ելի նորից ընդհանուր շտեմարանում հավաքվում են